Ղազարյանի հանդիպը։ Լավ Սուրեն։ Համաձայն չեմ, որ դա լավ գաղափար է, բայց ես կասեմ Ղազարյանին։ Եթե դա հնարավոր է, ուրեմն մի բան կանի։ Ակսին ճանաչում ես։ Հա։ Այդ ամեն ինչ մնում է։ Հա, նորմալ է։ Բայց որ դու բերանը բացեցի, սկսեցի երգել, կարա նորմալ չլինի։ Եթե Մաքսի համար նորմալ չեղավ, ամեն ինչը քո համար ստացված կարող է չնա։ Ողում ես։ Մաքսին կարաս ասես որ նիստում է։ Ես չեմ պատրաստում նրան մոտել։ Ավելին ասա։ Ես իմ ասած չես։ Այդ լավ է։ Բայց իմացի, ստե պատերն էլ ականջներում։ Ստենց խաբարը ավելի շուտ կհասնի, քան դու կհասնես այդ մասին քն ինչին ասես։ Հայք ես արդեն տուն եմ գնում։ Հետդ մարդկան բերի։ Հա, պապայի ախրանայությամբ։ Լավ դες կտես, հենց տուն ասել ես զանգի տեղակ պայի։ Լսում և հնազանդվում եմ։ Վաղ առավոտ կզենայի հանդիպենք մեր։ Հա, ես ազատ եմ, հանդիպենք։ Դե ես ես կզանգեմ։ Լավ։ Պատրաստ ես, գնանք։ Չհասկացա, դու ես ստանում։ Հա, կահանը գործեր ուներ գնաց։ Չգիտեր, որ ինձ պետք է տուն տան, ինչի ա գնացել։ Տան ինչ-որ պրոբլեմներ ուներ, խնդրեց գնաց։ Ինչ տարբերություն ար, ես քեզ կճանապարհեմ։ Լավ, բայց որ պապան իմացավ ինձ թողի գնացել է, լավ չի լինի Կարենի համար։ Պատկերացնում, թե ոնց եք փրկելու քրոջը։ Հանգստացի Զարի, ես գիտեմ թե ինչ եմ նա։ Վաղն լավ կանես Զարային տանես ես տերից։ Կարող է գնալ Մոնիկայից մոնից սպասել, մինչև ես կզանգեմ ձեզ։ Խնդիր չկա։ Չէ, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնալ։ Զարա մի վախեցի, դու վաղն հետ կդնես, նա ապահով քեզ կհասցնի Մոնիկայից։ Եթե մարդասպանը փորձի կապվել հետս։ Եթե հարցնի ինչ արեցի, սպանեցի թե ոչի, ես ինչ եմ ասելու։ Զար, հանգիստ է, ես քո հետ կլինեմ։ Մենք հեռախոսը կանջապենք ու կսպասենք, թե Ռուբենը հետո մեզ ինչ կասի, հենց էլ կվարվի։ Հա? Գնա վահանից Զարա, ու ոչ մի բանի մասին մտածի։
Հետո, ես եմ այ ախպեր։ Հայր, Լավը չխփիր այ ախպեր։ ես ոնց ես տեղս իմացել։ Ոնց գոնը ասե, արի խոսորը բան կա։ Անցնես։ Ուսավ եմ հետևից պոտ չես բերել։ Չէ, դու մստի։ Ինչի մասին ես ուզում խոսես։ Ինչի չէ ում, դավոյի։ Եկել ես աղբորդ արդարացնես։ Հետո ես գիտեմ, դու մտածում ես, թե դարոն կապված է ծանությունների հետ ու խոսապում ապրիզնատ գա, որ ինքը եղել է այդ ռեստորանում։ Հա կարող է տնշի։ Չէ, տենց չի։ Դες ինչ եմ ասում հայտ։ Եթե եկել ես աղբորդ ստերը արդարացնես, ավելի լավ է թող գնան ես։ Չէ, դու ես եկել եմ քեզ ճիշտ ասեմ։ Մենք վատընկերներ չենք եղել ու ես հույս ունեմ, որ դու իսկ հասկանաս։ Ինչ է հասկանամ հայտ։ Դավոն վախից մկան ծակն է մտել, դուք էլ աղբերներով ուզում եք Դավոյին արդարացնել, ամեն քայլի դիմում եք։ Հետո Դավոն իրոք եղել է այդ ռեստորանում։ Ես համոզված էի դրանում։ Բայց ինչի համար եմ ես խափում։ Դավոն դրա համար լուրջ պատճառներ ունի հավատա հետո։ Ո՞նց է եղել։ Շոշիվա։ Որքի զարմանում եմ ոնց է շփոթվել քեզ որ ամուսնուն ես։ Ինչ կա զարմանալով։ Պապան հասկացել է, որ եթե անգամ փոքր հնարավորություն կա, որ մենք երջանիկ լինենք, նա չպիտի խանգարի։ Ուղղակի միշտ էլ այդքին չի ավանել։ Չհասկացա։ Ո՞վ քեզ ինչի է այդքան հուզում այդ հարցը։ Դու երեքոնց անընդհատ ինձ հարցեր ես տալիս։ Ուղղակի պապա մեղքից գալիս։ Սոբյալքի թողասի գնաս, Սուրոնն էլ ուշ թե շուտ կգնայի մոլիկի մոտ, մարդիկ կմնա մենակ։ Երբ անից ես այդքան անհանգստանում շեֆիդ համար։ Մերի, իսկ հորը միշտ էլ սովորական շեֆից ավելի մնում։ Ինքը լավ մարդ է։ Ես հավատարիմ եմ ու անհանգստանում եմ իր համար։ Ոնց ուզում ես ասես Վահրամ Սողոմոնյանը, դες խափելով ձեր գործերի հետ կապված բոլոր դոկումենտները վերցրել է։ Հա, ինչից հետո էլ իրանով արել թե բիզնես լեգիոնը, թե մեր տունը։ Ու այդ ռեստորանում էլ Դավոն դրա հետ է խոսացել։ Այդ Դավոն այդ մարդու լարը սակարդն է անկել։ Այդ Վահրամ Սողոմոնյանը հաստատ մարդասպանի հանցակիցն է ու մեզ օգտագործելով ինքը հասել է իր բոլոր նպատակներին։ Ասեք թե քո ասածով է։ Եթե տենց է, աղբերդ խի չի գալի մեր հետ նստի, նորմալ մարդավարի խոսը բացադրվի, էդի չեմ ժողովում։ Որտեղ եթե մենք հիմա ջրերս անենք այդ մարդու անունը, ծածված հետևանքներ կարող լինեն։ Ու առաջինը քո է պետք, որտեղ դու ես հիշել այդ պատմությունը։ Ուզում ես ասես, որ հիմա ինքն է իմ հետևից ընկած։ Շատ հնարավոր է հետո։ Մենք հիմա շատ զգուշ պետք է լինենք։ Մեր ամեն չմտածվածքայ կարող բերի շատ վատ հետևանքների։ Բալավ ինչ եք մտածել անեք։ Հենց այդ ուռոդների ուզածնել էտա, որ սաղը սսկվենք ու նստենք տեղումս։ Պետք է գտնենք այդ Վահրամ Սողոմոնյանին։ Ինքը միակ մեր հնարավորությունն է դուրս գալու այս քաոսից։